Բարևձեզ, Արեմդյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Կարաշեն կահնակիրմը, որ մարդկությունը դագավին չէ վերցանած, սեր թե սովորություն, ինչ կծածկե Մարուկյաններու գադարյալ ընտանիքը, Ադանայի չարտերը Զաբել Եսայանի աչքերով, Բաքվի մեջ ծնած ըլալս կօգտագործվի հայկական ինքնությունս շղթելու համար, Լիա Բաբայան, անունը, որ չգրցան չնչել, Ձագումապանական փորձակնությունը բարձեց թուրք կնոջ ինքնությունը, Արցախ երաժշտությունը ողմբիական խաղերուն, քաղաքագետի գոշտ արձագանքը Ադրբեջանի փողոքին, Բջիկ ավանդական պաղատրադոմս։ Մոլորակի քարտեզի վրա գոյություն ունի տարածքը, որ կնմանի հսկա ծածկագրված արխիվիմը, այդ տարածքը Արևմտյան Հայաստանն է։ Այստեղ լեռներն ու լիճերը կտակցնեն հնագույն գաղտնիքներ, իսկ քաղաքներ անհետացած են ոչ միայն պատմութենեն, այլ փառացիորեն երկրի երեսեն։ Քարերուն վրա բաբանված նշանները ավելի հին են, քան բազմաթիվ քաղաքակրթություններ, եւ այս հողը մինչեւ այսօր կնկատվի մարդկության օրաներեն մեկը, որոնց գաղտնիքները ժամանակակից գիտական հնարքները դագավին չեն վերցանած։ Այս խորհրդավոր աշխարհի խորքին մեջ կգտնվի Անի քաղաքը, Բագրադունյաց թագավորության հզոր մայրաքաղաքը, որ 12-րդ դարուն մշակութային եւ ջարդարապետական ուղղություն կթելադրեր ամբողջ արևելքին։ Մեդաքսի մեջ ճամփու խաչմերուգի վրա ապրած է շուրջ 200,000 բնակիչ եւ 1001 եկեղեցիներու քաղաքը իր ժամանակի ամենահարուստ կենտրոններեն մեկն էր։ Այսօր Անիի վրա մնացած են միայն վեհ տաճարներու ավերակները, սակայն իրական գաղտնիքը հողի դակ է։ Այնտեղ կբացվի հսկա բազմահարկ ստորգետնյա քաղաքը հարյուրավոր քարանցավային կառույցներով, ստորգետնյա անցումներով, աղոթավայրերով եւ բարդ օդափոխության համագարկով։ Մինչեւ այսօր գվիճին, արդյոք այս կրկնօրինակը աբաստան մներ, թե քաղաքը, որ գապրեր երկակի կյանքով։ 1319 թվականի երկրաշարժը եւ հետագա արշավանքները դադարեցին Անին, սակայն անոր քարերը կշարունակեն բահել աղոթներու եւ կյանքի ցայները։ Անին քաղաք ծածկակիրմն է, հիշեցումը, որ քաղաքակրթությունները գրնան հասնել կակատնագետին եւ անհետանալ մեզի տողոլով իրենց քարաշեն գաղտնիքը։ Սոնա դեր Մարգարյան Թանգարյանի 1968-ին գրված Մարուկյանները վեպը մինչև այսօր կմնա արդիական եւ խորքային։ Կոստանդնուպոլսահայ գրողը կբացահայտե կնոջ մարմնին եւ գոյության վրա գործադրվող հասարակական ճնշումները, միաժամանակ քննության առնելով սիրո եւ սովորության, նվիրվածության եւ գաղվածության միջև նուրբ սահմանները։ Վեպի կենտրոնական կերպարներն են Մարուկյան ամուսինները, Դաշնագահարուհի Դենի Մարուկյանն ու ջարդարապետ Վազգեն Մարուկյանը։ Արդակոստ անոնք կտվին կատարյալ զույգ, սակայն հեղինակը կթափանցե այդ մագարեսին դակ բացահայտելով լուրջ եղքերը։ Դենիին համար մայր դառնալու անկարողությունը աստիճանաբար կվերածվի ինքնարժեքի չափանիշիմը, նույնիսկ այն բարակային, երբ ամուսինը երբեք անոր նկատմամբ ճնշում չգործադրեր։ Վեպը հարցականի դակ կտնե բարդատրված կանացի թերերը եւ ցույց կտա, թե ինչպես սերը գրնա գոյակցել դադարության հետ, իսկ սովորությունը գերազանցել զգացմունքը։ Մարուկյանները ընտանեկան պատմություն ըլլալե անտին հասարակության հայելի մնե կնոջ ինքնության, ազատության եւ ընտրության պայքարին մասին։ Առաս հրատարակչությունը ընթերցողին կներկայացնե Զաբել Եսայանի ամենին կարևոր ստեղծագործություններն մեկը, փլադակներու մեջը, որ շուրջ 100 տարվան ընդմիջումեն ետք առաջին անգամ լույս կտեսնե թրքերենով։ Գիրքը հիմնված է 1909 թվականի ապրիլին Ադանայի չարտերու կենթանի վկայություններուն վրա։ Եսայան Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքարանի գոմե օգնության խումբի անդամ 3 ամիս կաբրի ավերված Ադանայի մեջ եւ կփոխանցե գործանված թաղամասերու եւ գյուղերու պատկերները, հազարավոր որբերու, այրիներու եւ դարաբող մարտոց ցայները։ Գոզանեն մինչեւ Հաջն, Դիորճոլեն մինչեւ Օսմանիե, Եսայան կդառնա ոչ միայն ականադես, այլ նաեւ ցայն անոնց համար, որոնք ցայն չունեին։ Փլադակներու մեջը հայ վկայակրական քրագանության ամենազորեղ գործերեն մեկն է, որ անցյալը պատմելու գողքին կստիպե թեմ առնել ցավոտ իրականության։ Գիրքը համալրած են Մարկ Նշանյանի նախապանով, Զաբել Եսայանի Ադանայի որբանոցներուն նվիրված գրությամբ, Էդիրնեի երեսփոխան Հակոբ Պապիկյանի զեկույցով եւ չարտերու լուսանկարներով։ Փլադակներու մեջը հիշողության եւ պատասխանատվության գիրք մնե, որ այսօր ալ կհնչե ծանր եւ անխուսափելի։ Միացյալ Նահանգներու մեջ բնագող Լիա Բաբայանը այն հազարավոր հայերեն մեկն է, ով սեփական աչքերով ականադես եղած է Բաքվի մեջ 1900-ական թվականներուն հայերու թեմ իրականացված չարտերուն եւ այդ չարտերու հետևանքով հարգադրված եղած է լքել իր տունը։ Լիա Բաբայան կհայտարարե, թե Ադրբեջանի հյուպատոսությունը նպատակադրված կերպով կշահարգե իր Բաքվի մեջ ծնած ըլլալու փաստը, փորձելով կասկածի տակ դնել եւ չնչել իր հայկական էթնիկ ինքնությունը։ Անոր խոսքով ծննդավայրի հանգամանքը կներկայացի որպես գործիքը անձական եւ ազգային ինքնության նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Ան կշեշտե, որ ովևէ քաղաքի մեջ ծնիլը չի գրնար եւ պետք չէ որոշիչ ըլլա մարդու էթնիկ պատկանելիությունը ժխտելու հարցին մեջ։
Ան գնդկծե թե նման մոդեցումները վտանգավոր նախատեպ կստեղծեն եւ կխաթարեն մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես ինքնության ազատ ինքնորոշման իրավունքը։ Լիա Բաբայանի այս հայտարարությունը գրգին անգամ ուշադրություն կգրավե այն խնդիրներու վրա, որոնց կփախին հայերը ինքնության, հիշողության եւ պատմական արդարության հարցերու հետ, հատկապես տարածաշրջանային քաղաքական լարվածություններու պայմաններուն մեջ։ Արևմտյան Հայաստանի բռնազավթումեն, ցեղասպանութենեն եւ բռնի դեղահանութենեն յետ կազմավորվեցավ Թուրքիա գոչված արհեստական պետությունը, որ հիմնվեցավ ժխտումի, յուրացման եւ բռնի ցուլման քաղաքականության վրա։ Նոր պետությունը համագարկված կերպով սկսավ վերացնել ոչ թուրք ժողովուրդերու, հատկապես հայերու պատմական ներկայությունն ու ինքնությունը։ Քեմալ Աթաթուրքի նախաձեռնած բարեփոխումները ծառայեցին միադար թուրք ազգ ստեղծելու նպատակին։ 1923-ին սկսյալ փոխվեցավ լեզվական դաշտը, իսկ ազգանուններու օրենքը հազարավոր հայերու բարդատրեց հրաժարել իրենց անուններեն եւ ինքնութենեն։ Այս քաղաքականության կենթանի զոհերեն մեկը Զարուհի Սերոպի Քավալջյանն էր, Արևմտյան Հայաստանի Դոնիգաշեն գյուղաքաղաքեն, որը հետագային վերանվանվեցավ Ադաբազար։ Անոր հայրը բժիշկ էր եւ թստեր գրթության մեծ ուշադրություն դարձնելով Զարուհին 13 տարեկանին ընդունվեցավ Կոստանդնուպոլսո ամերիկյան օրիորդաց վարժարանը։ Օսմանյան իրականության մեջ գիներուն համար գիտությունը փակ դաշտ էր։ 1900-ին Զարուհին հոր հետ մեկնեցավ Միացյալ Նահանգներ, ուր բժշկություն ուսանեցավ եւ 1904-ին ստացավ դոկտորի աստիճան։ Վերադառնալեն յետ ան հանդիպեցավ ազգային խտրականության եւ ստիպվեցավ դասավանդել առանց բժշկական լիարժեք գործունեության հնարավորության։ Հագարակ անդեսումին Զարուհի Քավալջյան մասնակցեցավ Բալկանյան պատերազմերուն եւ առաջին համաշխարհային պատերազմին, փրկելով հազարավոր կյանքեր։ Հանրապետության հռչակումեն յետ միայն անոր թույլատրվեցավ աշխատել որպես բժիշկ։ Ազգանուններու օրենքով ան հարգադրվեցավ գոչվել դոկտոր Քավալ, սակայն այդ բռնությունը չգրծավ չնչել անոր ինքնությունը։ Պատմությունը կհիշե անոր իսկական անունը Զարուհի Սերոպի Քավալջյան, Արևմտյան Հայաստանի առաջին գին գիտնականն ու առաջին գին բժիշկը, ով մահացավ եւ թաղվեցավ Կոստանդնուպոլսո հայկական գերեզմանատան մեջ, որպես անունը որ չգրծան վերացնել։ Հասարակական ցանցերուն մեջ արագ կդարածվի դեսանյութը, ուր Գերմանիո մեջ բնագող թուրքինը ուղիղ եթերի ընթացքին հուզական ցնցումի կենտարգվի իր ցագոմապանական դնթ փորձակնության արդյունքներեն։ Սպասված 97-98% թուրք լալու փոխարեն արդյունքները ցույց կտան, որ ան 87.8% հայ է եւ բառացիորեն 0% թուրք։ Դեսանյութին մեջ գինը բարձրացան կգարտա արդյունքները անցնելով անհավատության եւ հուզական ցնցումները եւ հարց կտա թե ինչպես պետք է այս իրականությունը հայտնե իր ընտանիքին։ Դեսանյութը փուրն քննարկումներ կհառաջացնե համացանցին մեջ, հերթական անգամ բացահայտելով Թուրքիո մեջ տարիներով ծածկված էթնիկ բազմազանությունը եւ միադար ազգային ինքնության բարդացումը։ Ռուսաստանի Դաշնության կառավարության գիծ համալսարանի դոցենտ քաղաքագետ Իգոր Սեմենովսկին մեկնաբանած է Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքը Միլանի մեջ կայացած 25-րդ Սմերնայի օլիմպիական խաղերուն ընթացքին Հայաստանի ներկայացուցիչներ Նիկիտա Ռախմանինի եւ Կարինա Հակոբովայի ելույթներու ժամանակ Արցախ երաժշտության օգտագործման առնչությամբ։ Ան անիմաստ կհամարե խաղերու քաղաքականացումը, նշելով, որ Արցախ երաժշտությունը նախկինին հնչած է օլիմպիական խաղերու ընթացքին Միացյալ Նահանգներու, Բրազիլիո եւ Իտալիո մեջ առանց ովևէ արձագանքի։ Քաղաքագետը ընդգծած է, որ ստեղծագործության անունը հեղինակի իրավունքն է եւ հարց բարձրացուցած է, թե արդյոք պետք է նույն դրամապանությամբ բողոքել նաեւ Արարատ կամ երկրի լավագույն քաղաքը ստեղծագործություններուն դեմ։ Սեմենովսկին նաև հիշեցուցած է, որ օլիմպիական շարժումը արդեն քաղաքականացված է, օրինակ բերելով Ռուս եւ Բելարուս մարզիկներու հերացումը, որը կհագասե օլիմպիական կանոնադրության սկզբունքներուն։ Ան գոչ ուղղած է չխորացնել քաղաքական լարվածությունը մարզական եւ մշակութային հարթակներուն մեջ։ Հայկական ավանդական խոհանոցը կշարունակե մնալ մեր ինքնության կենթանի մասնիկը։ Բջիգը բարս բայց հագեցնող ուտեստը տարեր շարունակ պատրաստված է հայկական ընտանիքներուն մեջ, հատկապես գյուղական միջավայրի մեջ։ Այս հացադեսակը ոչ միայն կենցաղային սնունդ եղած է, այլ նաև սերունդ փոխանցված որպես հիշողություն, համ եւ ավանդույթ։ Այսօր բջիգը կվերադառնա մեր սեղաններուն, հիշեցնելով հայկական խոհանոցին բարզության եւ խորքին մասին։ Ձահին բջիգը կոչվի այն բջիգը, որուն վրա կցանեն ձահինի փոշի։ Նույն ցևով բջիգին վրա հաճախ կցանեն նաև գարմիր ձահին, համն ու փույրը ավելի ընդգծելու համար։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։